Դուք ինձ որպես պատգամավոր եք այստեղ կանչել, թե բարոյագետ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, որևէ խնդիր կապված չի նրա հետ, արդյոք սրբազաններից որևէ մեկը կուսակրոնության ուխտը ենթադրյալ խախտել է, թե չէ, որ գերիները Բաքվի բանտում են, կապված չի նրա հետ, որ սրբազաններից մեկը ուխտը խախտել է, թե չէ, որ աղքատության մակարդակը Հայաստանում այն աստիճանի է, որ դրա այդ խնդիրը կապ չունի։ Ես հարցնում եմ ինչու ենք դա քննարկում, մեկի եթերից սկսած, ես ասում եմ, որ աննորմալ է եկեղեցին զենքով շրջապատել է զինված մարդկանցով, ես ասում եմ աննորմալ է։ Իդեպ Միքայել Սրբազանը խնդրում էր փոխանցել, հարց էր խնդրում փոխանցել։ Ինչու նման արշավ բանը որևէ այլ կրոնական կազմակերպության դեմ տեղի չունենում, այնտեղ խնդիր չկա։ 2002 թվականին Boston Global-ը բացահայտում է հետաքննության արդյունքում, որ կաթոլիկ եկեղեցու տասնյակ քահանաներ ԱՄՆ-ում տարիներ շարունակ սեռնական բռնություններ են գործադրել երեխաների նկատմամբ։ Ու կարդինալը իմացել է դրա մասին, բայց ոչ միայն չի պատժել քահանաներին, այլ տեղափոխել է։ Ու ինչ եք կարծում, որևէ sense սկանդալները տասնյակներով են, որևէ երկրի ղեկավար Հռոմի պապին, որևէ արքիեպիսկոպոսի կարդինալի իրենց դեպքում նման բառապաշարով դիմել է ոնց որ Նիկոլ Փաշինյանը։ Մենք կարող ենք մի հարց քննարկել, դա օրինականության հետ կապ ունի թե չէ, ու խնդիրը այն է, որ Փաշինյանի գործողությունները ոչ թե օրինականության հետ կապ չունեն, այլ իշխանության վերազանցություն են։ Մնացած բարոյական հարցերը ես հարցում եմ քար նետողներն ովքեր են։ Այդ մարդու արածը դուք մի փորձեք բանանել։ Մարդու արածը որն է, այսինքն մարդը եթե այդ արարքը իրան վերագրվում է, դրա համար է ածը պատվալում։ Ես ասում եմ ձեռարնելիք չի։ Չէ, ձեռարնելիք չի, դրա համար է ածը պատվալում։ Դուք արդեն քննություն անցկացրեցիք 18 թվին մի հոգի ցուցմունքով։ Հիմա եթե դուրս գանք, ես մեկին համոզեմ ձեր դեմ ցուցմունք տա, ածը պատվալում կհայտնվեք։ Չեք հայտնվի։ Հայ առաքելական եկեղեցին պաշտպանել նորմալ է, սա որևէ սրբազանի դեմ արշավ չի, սա ինստիտուտի դեմ արշավ է, որովհետև ով Նիկոլ Փաշինյանի դեմ է խոսում, բան է դառնում, կամ թմրամոլա, կամ ինչ-որ սեռական մոլագարա, կամ չգիտեմ, հանցագործը Ահաբեկիչ, այս սցենարով է գրում Ստալինը։